Սիրելի քաղաքացիներ, 2025 թվականի հուլիսի 1-ից մեր երկրում ընտանեկան որոշ գործերով հաշտարարությունը լինելու է պարտադիր։ Սա նշանակում է, որ նախքան դատարան դիմելը պետք է դիմեք մասնագիտացված հաշտարարին ընտանեկան վեճը հաշտության ճանապարհով լուծելու համար։ Եթե դա չհաջողվի, դրանից հետո նոր միայն կարող եք դիմել դատարան։ Հաշտարարությունը գաղտնի է, արագ, քիչ ծախսատար եւ արդյունավետ։ Հիմնված է կողմերի շահերի հավասարակշռման վրա։ Հաշտարարը մասնագիտացված անձ է, որը հաշվի է առնում կողմերից յուրաքանչյուրի շահը, նրանց զիջման կետերը եւ բերում է կողմերին ընդհանուր հայտարարի։ Պետք է նկատի ունենանք, որ հաշտարարը դատավոր չէ եւ կողմերի փոխարեն չի լուծում վեճը, այլ ուղղակի օգնում է կողմերին, որպեսզի նրանք գան հնարավոր համաձայնության։ Հուլիսի 1-ից հաշտարարությունը պարտադիր է լինելու հետևյալ դեպքերում. ամուսնալուծություն, երեխայի բնակության վայրի որոշում, ալիմենտի որոշում, ընդհանուր գույքի բաժանման հետ կապված հարցերի որոշում, երեխայի խնամքի, դաստիարակության եւ ուսման հետ կապված հարցերի որոշում, ամուսնական պայմանագրի փոփոխության եւ լուծման հետ կապված հարցերի որոշում եւ երեխայի տեսակցության հետ կապված հարցերի որոշում։ Սիրելի քաղաքացիներ, վերջին 2 տարիների ընթացքում ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր, որպեսզի այս ինստիտուտի ներդրումը լինի հնարավորինս անխոչնդոտ, իսկ դրանից օգտվելը ձեզ համար հնարավորինս մատչելի։ Մեր միջազգային գործընկերների հետ վերապատրաստել ենք 125 հաշտարարների, որոնք տեղակայվելու են Երևանում եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Վստահ եմ, որ հետևողական աշխատանքի եւ ձեզ հետ համագործակցության արդյունքում կկարողանանք ձևավորել վեճերի լուծման նոր, առավել արդյունավետ մշակույթ, չէ՞ որ հաշտարարությամբ հաղթում են բոլոր կողմերը։